Այսօր պատրաստելու եմ տավարի փափկամսով ապուխտ, իդեպ այն պատրաստելու եմ առաջին անգամ։ Միսը լավ լվանալուց հետո պատրաքաղի կամ փայտիկի օգնությամբ ծակծկում ենք, այնուհետև ամբողջովին պատում ենք խոշոր աղով, ծածկում և տեղափոխում սառը տեղ 4-ից 5 օր, մինչ ամբողջ առնաջուրը դուրս տա։ Ես միսը տեղափոխում եմ սառնարան և այդ օրերի ընթացքում մեկ անգամ շրջում եմ այն։ 5 օր անց ես հանում եմ աղի միջից միսը, այնուհետև լավ լվանում և թողնում 1 ժամով սառը ջրի մեջ, որպեսզի ավելորդ աղը դուրս գա։ Խոհանոցային անձեռոցիկներով փաթաթում եմ և թողնում եմ 1 ժամ, որպեսզի ջուրը դուրս տա։ Հետո շատ զիգ փաթաթում ենք մարլայով, վրան դնում ծանրոց և տեղափոխում սառը հով տեղ։ Ինձ մոտ միսը ծանրոցի տակ մնաց 3-ից 4 օր։ Լավ քամվելուց հետո հանում ենք միսը, վրան անցք ենք անում, թել ենք անցկացնում և կախում ենք չորանալու։ Պետք է լավ չորանա ու աղակալի։ 6-ից 7 օր պահանջվեց, որպեսզի ապուխտը լավ չորանա։ Սկսենք պատրաստել թանձրուկը։ Կես լիտր ջրին ավելացնում ենք սխտոր և միասին բլենդում ենք։ Առանձին տարայի մեջ համեմունքները և ալյուրը մաղելով խառնում ենք իրար, այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք սխտորաջուրը։ Լավ խառնելուց հետո պետք է քիչ-քիչ ավելացնենք գոլ ջուր։ Ես ավելացնում եմ մոտ 1 լիտր ջուր։ Պետք է ստանանք թույլ ու համասեր զանգված։ Ստացված չամանը ամբողջությամբ լցնում ենք ապուխտի վրա, փակում կափարիչը և դնում հով տեղ մոտ 3-ից 4 օր։ Ընթացքում մեկ անգամ շրջում ենք։ 4 օր անց ապուխտի վրայից մաքրում ենք չամանը, այնուհետև լավ խառնում այն և գդալի օգնությամբ լցնում ապուխտի վրա, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Տեսեք, այստեղ չամանը բավականին պնդացել է։ Հենց այս տեսքով էլ կախում ենք չորանալու։ Եթե չամանը սիրում եք հաստ, պետք է քսել 2-3 շերտով։ Դե իհարկե չամանը քիչ թե շատ չորանալուց հետո դանակի օգնությամբ կարող ենք քսել երկրորդ շերտը։ Հաջորդ օրը ձեռքերը հաճախակի խոնավեցնելով փորձում ենք գեղեցիկ հարթեցնել այն։ Թողնում ենք ամբողջովին չորանա մոտավորապես 8 օր։ Ինձ մոտ ստացվեց իդեալական ու շատ համեղ ապուխտ։ Մեկնաբանության դաշտում կարող եք գրել, թե դուք ինչ տարբերակով եք պատրաստում այն։